լավ են արել որ փակել են։ Այսինքն անվտանգությունից ելնելով։ Այո, բայց այստեղ զինվորներ չէին, այստեղ ավելի շատ բարձրաստիճան պաշտոնյաներն էին, Ոչ, բարձրաստիճան պաշտոնյաներ չէին, զինվորական։ Վերջո ստացվեց, հա, մտնել։ Այսինքն ձեր կարծիքով արգելապատնեները դրվել են զինվորների շահագործան։ Այո, Միայն զինվորների, ոչ միայն պաշտոնյաների։ զինվորների, բարձր պաշտոնյան հայ չի։ Եվ պաշտոնյաների, ինչու՞ չէ, նաև պաշտոնյաների, ինչու է կարծում որ հիմա որ ձեր անվտանգությունը չփայեն լավ է, ոչ տղատենտեղ լիներ չէր ուզենա։ Այսինքն մեր ժողովրդի մեջ այդպես դավաճաններ, բաներ, այդ դեպքում մեր փողոցում պետք է ընդհանրապես տնից դուրս չգար, եթե մտածենք որ մեզ դուրս կգան ու կխփեն մեզ, մեր ազգից։ Որպես լինի վարորդը չի նստի ղեկին գնա, որտեղ անտակ վթարներ են լինում։ Հա, դե ես էլ Դե եմ ոչ մեկը ասում։ չի կարող ասել հավանականության տեսությունը ինչպիսին է, մի ժամ հետո իրեն ինչ կպատահի։ Չի կարելի դենց մտածել, բայց որ փակել են ես դա գովելի եմ համարում։ Վարչապետ Փաշինյանը իր ելույթում Սարդարապատի հուշահամալիրում ասաց մենք անկախ եւ ինքնիշխան ենք ավելի քան երբևէ, դուք համաձայն եք այդ դիրքորոշման հետ։ Ճիշտ է ասում։ Եթե դավաճանները այո անկախ են, բայց դավաճանները շատ են, աղջիկ ջան, շատ են։ Ովքեր են դավաճանները, դուք ում եք համարում դավաճան։ Ովքեր որ պատերազմի ժամանակ զինվորների վրա դիտավորյալ կրակել են տվել շատ բաներ։ Ինչ ասեմ։ Դուք եղել եք, մասնակցել եք պատերազմին։ Ոչ, ես իմ տարիքը չէր համապատասխանում մասնակցել ես 70 տարեկան։ Հա, վստահ եք ասում որ զինվորների վրա կրակել են, լսել եք։ Իհարկե, ներկամարտիկ եք։ Հարազատներ կան։ Ձեր հարազատներն են կռվել ու եկել պատմել են, այդ 5-րդ շարասյուն ասվածի մասին է խոսքը։ Չէ, մերով 5-րդ շարասյուն չեն կարող լինել։ Հիմա որ մենք բոլորս չենք սիրում Էրդողանին, Էրդողանը շատ լավ բաներ արեց։ Տվեց նստելու իրավունք, մարդիկ ինչ համար է Իստանբուլում։ Ես չէի կարող գնալ Ֆրանսիա կամ Գերմանիա, շատ էի սիրում Գերմանիայում ապրել, Գերմանիայի պատմությունը գերմաներեն գիտեի, բայց չունեի հնարավոր։ Դուք գիտեք Սարդարապատի հերոսամարտի ժամանակ հայերը ում դեմ են կռվել։ Թուրքերի Իսկ ձեր կարծիքով թուրքերը փոխվում են պատմության ընթացքում։ հարցը շատ գլոբալ հարց է։ Նայած, պատերազմի ժամանակ դու ես կոտորում, իրանք էլ են կոտորում, բայց խաղաղ պայմաններում ժողովուրդը Ադրբեջանցիներին ովքեր են օգնել հայերի դեմ պատերազմին։ ռուսները Թուրքերը չեն եղել։ Թուրքերն էլ են եղել, նրանք ասում են մենք երկու պետություն մի ժողովուրդ ենք, բայց քրիստոնյան մեր մուսուլմանին օգնեց, բայց քրիստոնյան կանգնեց հենց նրանց գլխին եւ օգնեց։ Եվ ուրեմն թուրքերը մեր եղբայրներն են, թե չի կարող ասել, ես կցանկանայի, որ լիներ առանց սահմանների աշխարհ։ Այ դա կցանկանայի։ վստահում եք թուրքերին, որ հայերի Չի նկատմամբ կարող նոր ասել։ կոտորած չեն իրականացել։ Դա չես կարող ասել, նայած ով է այդ ղեկավարը, նայած ինչպես են, ոչ մեկն չի կարող ասել։ Ոչ մեկը։ Եթե հզոր եղար, ոչ մեկը քո վրա չի գար։ Իսկ որ թույլ եղար, չկարողացար լավ զինվել, լավ պետությունը տնտեսապես եւ գործնական ամեն ինչով ուժեղ լինի, ոչ մեկն չի հարցակվի։ Նստել եմ ժամերով, արտասվել Մասիսի հակառակ կողմից նայելով։ Բայց մենք կարող ենք, հիմա ես երեխայից կարող եմ տանել ցանկացած տեղ։ Շատ դժվարությամբ ենք հասել այնտեղ, չէին թողնում, որ հայ եմ։ Եվ ուրեմն պետք է մոռանաք, որ դա Չէ, ոչ մեկն չի ասում մոռանալ։ Ես ձեզ խնդրում եմ, դուք էլ եք հայ, դուք էլ իմ նման, ես Իսկ ինչ զգացիք, երբ որ ասեց Արցախը Ադրբեջանի մաս եմ ճանաչում։ Որովհետև իր ասելով չէր, արդեն ճանաչված էր, ցավը տանում, կրթություն ստացած մարդիկ եք, ոնց է կարողանում Երբ էր ճանաչում։ Նախկին նախագահներից երբ ով էր հայտարարել այդ արտահայտությունը, ով էր արել։ նախարարներն ով էր հայտարարում, որ նախագահները ինչ էին Կոնկրետ մեկը ասել էր, որ Արցախը հայտարարում, որ Չէ, ես նախկինները հիմա չէին կրթված չեմ, անկիրթ եմ, ես չգիտեմ։ Որ անկիրթ ես ինչ է ժուրնալիստի միկրոֆոնը վերցրել ձեռքը չի կարելի։ Դուք քանի որ կիրթ եք, ուզում դուք հիշեցնեք ինձ։ Ժողովրդի մեջ եմ ապրում, ես ժողովրդին շատ լավ գիտեմ։ Նախ պատերազմի հենց առաջին ով է ասել Արցախը Ադրբեջան է։ Առաջին իսկ օրերից դրանք դեռ Քոչարյանի օրոք Ստամբուլում է նախ դա հաստատվել։ Որտեղ դարձանք դա։ Տելևիզորը որ նայեք։ Որ ալիքը նայենք։ Ինձ այդ պրովոկացիան հարցերը մի տվեք։ Ախր դուք բանը Հաճախ լինում է, հաճախ է որ լինում, իսկ պատերազմի առաջին օրերին չի ասի մի քանի օր անց ես անձամբ ինքս հիմա կանջներով լսել եմ որ Պուտինը ասում էր
Պուտինը ինչ կապ ունի Հայաստանի հետ։ Լավ, Պուտինն է որոշում Արցախը Ադրբեջանը։ Այո, ձեր նման Այսինքն հիմա որ Պուտինը ասի Երևանը հիմա որ Պուտինը ասի Երևանը Ադրբեջանը պետքա դուք համակերպեք դրա հետ։ Չենք համակերպում, պայքարում ենք էլի, որ չպայքարենք հիմա Ադրբեջանը շփոթ։ Ոչ պայքարենք հիմա Ադրբեջանը։ Ոնց եք պայքարում։ Հիմա դե վախենում Ոնց եք պայքարում։ Պայքարում ենք զոհեր տալով ամեն ինչով։ Չփորձեք սխալ բան ժողովրդի մեջ տարածել։ Մենք հարցնում ենք դուք պատասխանում եք էլի։ Դուք կիրթ կին եք։ Ես արդեն ասացի, որ Հայաստանին թիկունք է կանգնել պետք, ոչ թե օտարներին փողով վաճառել։ Եթե բոլորս նվիրվենք, շատ մարդիկ, դուք ինքներդ գիտեք, ինձ իզուր մի ասեք, դուք շատ լավ գիտեք։ Ու իմ մեր ցավն է դա, որ միթե իրենք Հայաստանը չեն սիրում, որ նման բաներ են ասում։ Ինչ բաներ են ասում։ Բա մեզ էլ ասեք։ Քանի որ հայ ազգը ծնել է հերոսներ ու ծնելու է միանշանակ։ Ձեր որդուն եք սպասում այստեղ։ Մասնակցում էր շքերթի, ուզում էինք տեսնեինք։ Տեսակ, բայց Չէ, չկարողացա։ Ասեն ձեր որդին Վազգեն Սարգսյանն է, հա՞, Այո։ Եվ ինչ կարծիք ունեք, որ այդ միջոցառմանը որպես քաղաքացի մասնակցելու հնարավորություն չունեցաք։ Ցավում եմ, քանի որ տոն է եւ ազգը պետք է որ մասնակցի։ Մենք էլ ազգի մի մասնիկը չկարողացանք։ Հույսով եք եկել։ Այո։ Իսկ ինչով եք պայմանավորում, որ հանրությունը, ժողովուրդը չի կարողանում ներկա գտնվել մի միջոցառման, որին Նիկոլ Փաշինյանը մասնակցում։ Չեմ կարող ասեմ։ Այդպես են գտնում հարմար, այդպես են անում։ Վախենում են ժողովրդից անվտանգային երաշխիքներ չկա, ի՞նչն է խնդիրը։ Չեմ կարող ասեմ։ Ես մենակ կարող եմ շնորհավորել ամբողջ հայ ազգին։ Հավանաբար տեղյակ եք, որ Արցախը ազատագրվել է եւ Արցախը պահվում էր 30 տարի շարունակ։ 30 տարի մենք բանակ չենք ունեցել։ Բա դուք որտեղ եք կրվել, որ բանակ չեք։ Ղարաբաղ։ Հա, բա ոնց եք կրվել, բայց զինվորականները որտեղ են ծառայել։ Մենք 5 տարի կրվել ենք, բանակ ենք ունեցել, բայց արդեն 5 տարի հետո արդեն բանակ չենք ունեցել։ Բա ինչ էին զորակոչ կազմակերպում, այդքան զինվորականներ էին գնում, ծառայում 2 տարի։ Հետո պարգևատրեց զինվորականների այստեղ 2020 թվականի մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանն էր պարգևատրում դիրքեր ազատագրելու համար, եթե զինվորականներ չենք ունեցել, ծառայող չենք ունեցել, բանակ չենք ունեցել։ Մեր այս հերոս տղեկը 6 պետության դեմ են կրվել։ Այդ ուրիշ 6 պետության դեմ են կրվել։ Մի փոքրիկ ժողովուրդ։ Պատկերացնեք 6 ժողովուրդ դեմ ես դրանք որպես հերոս եմ համարում, որ դրանք 7 պետության դեմ կրվել են։ Մեկ-մեկ կարամ թվարկեմ ովքեր են եղել դրանք։ Ռուսաստանը, Պարսկաստանը, Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը։ Մեր դաշնակիցների անուններն էլ եք տալիս, երևի շփոթել եք, հա թե չէ։ Մեր դաշնակիցը Հնդկաստանն է, մեր դաշնակիցը Ֆրանսիան է, Ինչով են Հունաստանը։ ձեզ օգնել դաշնակիցները մինչ օրս։ Հիմա Ինչու ամեն պատերազմի օրերին չօգնեցին դաշնակիցները ձեր թվարկած։ Չէ, մտածած։ չէին թույլատրում։ Հա, լավ։ Եղավ բարձ է։ Օրվա խորհրդի արդիվ ինչ ուղերձ ունեք։ Այսօր մեր ժողովրդին ցանկանում եմ առողջություն, լավ օրեր, համբերություն, պետք է համբերենք, իրար հարգենք, սիրենք, որ կանանք այս երկիրը պահենք։ Շատ եմ ուզում, որ հարգենք, սիրենք, հայ, հարգի սիրի։ Չմտածելի թողեմ էցա մեզ երկրից հոգնել եմ, չէ, էսի քու երկիրն է, քուլ տարապած դարի շարունակ, մենք դարի շարունակ պահում ենք մեզ երկիր, դերը հասել են մեզ։ Հիմա բրի մենք պահենք այս երկիրը։ Խնդրեմ մենակ դեմքով կթեքվեք դեպի տեսախցիկները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերևում հուշահամալիրի տարածքում ելույթում ասաց մենք սուվերեն, ինքնիշխան եւ ավելի անկախ ենք, քան երբևէ։ Դուք զգում եք, որ այսօր մենք իսկապես այդ աստիճան անկախություն ունենք եւ որևէ կախում չունենք որևէ երկրից։ Այս դուք մեծ պետությունները չեն թողում, որ մենք անկախ լինենք։ Մեծ պետությունները ինչքան ուզում ենք մենք անկախ ապրենք, էլի ձեռները դնում են մեր վրա։ Չեն ուզում անկախ լինենք։ Խի, մենք էլ մի բուն ժողովուրդ ենք ուզում ենք հանգիստ ապրենք։ Չեն թողում։ Ես արդեն նայում եմ, 4 կողմից մտածում եմ, մի փոքր երկիր ենք, 7-10 երկիր սաղված Հայաստանի վրա են նստած։ Ինչի՞ համար, թողեք մեր նման տաղանդավոր ժողովուրդ չկա այս աշխարհում։
Այս հայ նման թենքի մեզի չեն սիրում չեմ անում, բայց կա ժողովուրդ մեզի հարգում սիրում, ժողովուրդը սիրում ժողովրդին հարգում, այս մեծ ղեկավարներն են որ չեն կարող համակերպեն իրար հետ լեզուքն կգա ժամանակ ստա կգանք այդտեղ մեր ժողովուրդը կմնա։ Դուք ո՞ր թվականներին եք կռվել Արցախում։ 79 թվականից մինչև 90։ Այսինքն առաջին պատերազմի մասնակից եք։ Հետո էլ չեք գնացել։ Չէ։ Ինչու՞։ Չէ, տարիքի տարիքն է արդեն մեծ եղել, պարզ է։ Ինտվենա գնացել։ Իսկ դուք ինչ եք կարծում, իսկապես Արցախում մեր տղաները զոհվել են հանուն ոչինչի։ Հայրենիք են պահել։ Հայրենիք են պահել։ Հայրենիք են պահել։ Ես հարգում եմ, սիրում եմ իրանց։ Իրանցի շատակին հավերում։ Բա հիմա ասում են Արցախը մեր հայրենիքը չէ։ Ամեն ինչ ժամանակի հարց է։ Այնքան եղել գրավել են, նորից հետ են վերցրել, կգա ժամանակ, ոնց էլի հայ ոտի կկային։ Կարծում եք ազատագրել էլի Արցախ ազատագրել։ Ժամանակի հարց է։ Կգա տարիներ, որ մեր ժողովուրդը էլի ոտի կկային, համակերպվի հետ կբերեն այդ մեր հողերը։ Կգա։ Բայց մեր հողերն են դրանք։ Ո՞մ հողն է։ Բա վարչապետ Փաշինյանն ասաց Ադրբեջանի Ով տարածքային ինքս մասի, ես գիտեմ, որ Ղարաբաղը գնալ մի 10 դար առաջվա պատմություն ունի։ 10 դար։ Բայց ասում են մեր պատմական Կասկաստանը, Թուրքիան, Հայաստանը գրավել են, բայց Ղարաբաղը չեն կարացել գրավել։ Չեն կարացել գրավել, որտեղ համախմբված ժողովուրդ են եղել։ Ղարաբաղն այնքան հերոս մարդիկ ա տվել, մարշալներ ա տվել, որ ոչ մի պետություն, ոչ մի երկիր չի տվել այդպես։ Ինչքան մեծ մարշալներ են տվել Ղարաբաղը։ Այսինքն դուք երբ առաջին անգամ գնացել եք պատերազմ կռվել եք հանուն Արցախի, դուք հստակ գիտակցել եք, որ դա մեր հայրենիքի մասն է։ Ոչ թե մենք ագրեսոր ժողովուրդ ենք եւ հարձակվել ենք Ադրբեջանի տարածքները մեզ շատ եմ կարծացել, Զորի Բալայանի գրքերն եմ կարծացել, որ այնքան բաներ ա մեր հայրենիքի համար բերել, որ ես շատ եմ, այն փոքր հասակից պատմություն եմ սիրել, իմ ժողովրդի պատմությունը։ Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն էլի իր ելույթում այսպես էր ասում մենք տարիներ շարունակ մեր ժողովուրդը փնտրել է հայրենիք չի գտել, հիմա վերջապես իր հայրենիքը գտել է։ Իսկապես մենք տարիներ շարունակ այդ կարծիքը կիսում ենք, որ մենք փնտրել ենք հայրենիքի փնտրտուքների մեջ ենք եղել։ Ինչպես ինքն է նշում։ Մենք գնա մի 6 դար հայրենիք չենք ունեցել։ 6 դար մնացել ենք Պարսկաստանի ու Թուրքիայի լեզվի տակը։ Մի կերպ 20 թվականին այս-ի մեզի փրկել է, որ մենք պետություն ենք դարի։ Այս մայիսի 28-ն է, որ մեր վերջին օրն է եկել հաղթանակի, մեռնելու ավելի ժամանակն եղել ու մենք հաղթել ենք։ Հայը ցույց է տվել, որ փոքր ժողովուրդ է, բայց կարողացել է իր երկիրը պահի։ Իր երկիրը պահի։ Ու Սարդարապատի, հերոսամարտի Այսը մեր Խորհրդանիշը հենց դրա մասին է։ Այս ժողովուրդը մենք հարգում ենք, գալում ենք այդ մեր հերոսները, որ մեզի փրկել են։ Մենք պետություն ենք ունեցել։ Այս օրն է եղել։ Ես վերև ընդհանրապես չեմ բարձրացել։ Ինչն է պատճառը, որ Ինչն է պատճառը, որ ցանկություն չեք ունեցել։ Դե ցանկություն չեմ, ես հերթացություն ավելի ճիշտ հարմար եմ դիմել նայել, քան բարձրանալ վերև։ Բայց փորձեցիք, չէ, գնալ չեղավ։ Չէ, չեմ բարձրացել վերև։ Այդքան բան կարամ ասել։ Չեք փորձել։ Ինչպես։ Չեք փորձել։ Չեմ փորձել։ Դաշտից եկել եմ, գերօգնած էի։ Ուղղակի բարձրացա վերև։ Իսկ ո՞նց է վերաբերում, ճանապարհը փակ է, ամեն դեպքում մնացածների համար չեն կարող։ Եթե արդեն ինչ կարամ ասել, ոչ մի բան չեմ կարող ասել։ Այդ կառավարությունը, ղեկավարությունը պետք է ինքը դարոց ինքն ասի, ինքը որոշում կայացնի, ես ոչ մի բան չեմ կարող ասել։ Դե կայացրել է որոշում փակ է ճանապարհը։ Դե որ փակել է, դե իհարկե լավ է, ինչ ասել։ Լավ կլինի որ ժողովուրդը բարձրանա, տեսին, արձագանքվեր, ասվեր, պատմությունը, ամեն ինչը, իրականությունը, տեմիգեր հերոսներ են կորցրել, մեծ հերոսներ են կորցրել, Նժդեին, Անդրանիկին եւ այլ շատ է, ինձ լավ գիտեք։ Բայց դե ինչ է, չարձակ այդի լավ է, այդի դուրս չեկա։ Այդի ես չտարա, որ չարձագանքվա։ Այդ ամեն ինչը պետք է արձագանքվեր։ Իրան շնորհիվ է, որ այս պետությունը որ կա, ներկայ վիճակով կա, բայց արդեն մաշում է պետությունը։
Գնում է։ Ջանպես հալվի։ Ինչպես Ես ճիշտ հասկացա, չէ՞։ Նա Նիկոլն անցալով քեզի լավ։ Երեխեք մի րոպե տես կաննեք նկարը։ Չէ, որ երևա դեպի Գազ